Но мы должны понимать, все, что мы сейчас имеем, да, сейчас, это итог предыдущего времени, предыдущего, может быть, даже столетия. Եվ մենք գիտենք, որ այսօր այն ինչ մենք ունենք, դա անցյալ կարծես нույնիսկ 100-ամյակի անցյալ ժամանակի հետևանքն է։ Потому что даже фиксировали, что не было такого массового отступничества от Бога, как прошедшие 100 лет. Որովհետև ասում են, որ այսպիսի անկում, այսպիսի հետ քաշվել, ինչպես որ եղել է նախորդ 100-ամյակում, երբեք չի եղել Աստծուց։ Люди почувствовали свою силу, развитие науки, и они сказали, мы обойдемся без Бога. Մարդիկ զգացին իրենց կարծես հաջողված գիտության մեջ, իրենց ձեռքբերումներով տարված, մտածեցին, որ դե մենք առանց Աստծո էլ կարող ենք մեր հարցերը И мы знаем, что вообще 20 век характеризуется тем, что миллионы людей просто исчезли с лица земли, потому что были убиты в войнах или погибли в каких-то природных катастрофах. Եվ անցյալ 100-ամյակում մենք տեսնում ենք, որ հազարավոր մարդիկ, միլիոնավոր մարդիկ ուղղակի կորսվեցին, մահացան, որովհետև կամ бնական աղետների պատճառով մահացան, կամ էլ պատերազմների պատճառով։ Потому что когда люди отвергли Бога, они отвергли свое понимание, что они образ и подобие Божие. Որովհետև երբ նրանք մերժեցին Աստծուն, նրանք մերժեցին իրենց աստվածային կերպարը, Աստծո պատկերով ու նմանությամբ ստեղծված։ И потому жизнь человека обесценилась. Եվ դրա համար էլ անարժեք դարձավ մարդու կյանքը, արժե զրկվեց։ И когда уходит свет, то приходит тьма. Եվ երբ գնում է խավարը, գնում է լույսը, гալիս է խավարը։ И когда уходит жизнь, тогда приходит смерть. Եվ երբ գնում է կյանքը, գալիս է մահը։ А мы знаем, что Бог это есть источник жизни, даятель жизни. Իսկ մենք գիտենք, որ Աստված է կյանքի աղբյուրը եւ տվողը кյանքի։ Но Бог всегда неизменен, да. Բայց Աստված անփոփոխ է միշտ։ У него нет изменений, ни те, ни перемены, как написано. Вот Иаков 1:17. Եվ Հակոբոսի 1:17-ում ասում է, որ ամեն բարի բան եւ ամեն բարի պարգև Աստծուց է, լույսի հորից եւ նրա մեջ չկա փոփոխություն կամ դարձվածքի շուկ։ Можно да, вот прочитать? Я уже почитал. Хорошо. И вот и этот наш неизменный Бог, у которого нет не просто какой-то перемены, а даже тени перемены, мы знаем, что Он в первую очередь Бог есть любовь. Մենք հասկանում ենք, որ Աստված առաջին հերթին, նախ առաջին հերթին Աստված ինքը սեր է իր էությամբ։ 1 Иоанна 4:8. Առաջին Հովանես 4-րդ գլուխ 8-րդ խոսք։ Նա որ չի սիրում, Աստծուն չի ճանաչել, որովհետև Աստված սեր է։ И поэтому Иисус Христос сказал, что в последние времена охладеет любовь в людях. Եվ дրա համար էլ Հիսուսն ասում էր, որ վերջին ժամանակներում մարդկանց սերը կսարճի։ Давайте тоже прочитаем Матфея 24:12. Եկեք կարդանք դարձյալ Մատթեոսի ավետարան 24-րդ գլուխը 14 24-րդ գլխի 12-րդ խոսքը Մատթեոսի ավետարան։ Եվ անօրենության շատանալու պատճառով շատերի սերը կսարճի։ И вот отсутствие любви, оно тоже порождает ненависть, вражду. Եվ իհարկե սիրո բացակայությունը առաջ է բերում ատելություն, թշնամություն, разрушение, огорчение, ավերում, տրտմություն, какая-то безысходность, անելանելի վիճակներ, отчаяние. հուսահատություն։ Потому что где нет жизни Божьей, славы Божьей, то это получается поле деятельности дьявола. Որովհետև այնտեղ, որտեղ չկա Աստծո կյանքը, Աստծո դրսևորումը, ներկայությունը, դա պարզապես դառնում է մի դաշտ սատանայի գործունեության համար։ Потому что есть такая поговорка: святое место пустым не бывает. Այդպիսի մի դարձված կա, ասացված կա, որ սուրբ տեղը դատարկ չի մնում։ И если уходит свет, то приходит пагуба и мрак. Ոստի երբ գնում է լույսը, գալիս է խավարը, գալիս է ավերումը, կործանումը։ А мы знаем, что задача их единственная — украсть, убить и погубить. Իսկ մենք գիտենք, որ սատանան ունի մեկ հանձնարարություն՝ սպանել, կորցնել ու կործանել, գողանալ, սպանել ու կործանել։ Мы тоже знаем из свидетельств, из истории, вот, чем характеризовался безбожный 20 век. Մենք նաև պատմությունից գիտենք մի իրադարձություն, մի դրվագ, որտեղ Աստծո բացակայությունը եւ անաստվածությունը ինչպիսի հետևանքներ է բերել։ Вот один из таких чудовищных изобретений во время войны были концлагеря. Այդպիսի մի հրեշավոր, այսպիսի մի ստեղծագործություն, որ ստեղծեց պատերազմը, դա համակենտրոնացման ճամբարներն էին երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Где людей массово уничтожали, Որտեղ massայական մարդկանց սպանում էին, ոչնչացնում։ либо превращали в стадо и делали над ними опытами, как над животными. Կամ էլ վերածում էին նրանց կարծես կենթանիների եւ սկսում էին ինչ-որ փորձարկումներ անել նրանց վրա։ В 1945 году, когда был Нюрнбергский процесс,
1945 թվականի Նյուրնբերգյան ընթացքի process-ի ժամանակ есть такое историческое свидетельство, այսպիսի մի պատմական վկայություն կա, что когда были представлены все вот эти материалы и документальные подтверждения, երբ այդ փաստերը, վավերագրությունները, երբ որ ներկայացված էին եղել որպես հաստատում, որ այդ իրադարձությունները եղել են, у американского прокурора Джона Паркера случился просто нервный срыв, и он 3 дня пролежал дома. ամերիկացի դատախազը Ջոն Բարկերը նյարդային նոպաների մեջ էր ընկել դրա պատճառով։ Еще я хотел засвидетельствовать, был один узник этого концлагеря, Եվ ուզում եմ մի վկայություն էլ ասեմ, որ այդ ժամանակ կար մի բանտարկյալ այդ համակենտրոնացման ճամբարներում։ его зовут Виктор Франкл, Նրա անունն էր Վիկտոր Ֆրանկլ, который стал потом впоследствии всемирно известным писателем. ով հետո արդեն дարձավ համաշխարհային գրող։ И в своей книге «Сказать жизни да» Եվ նրա գիրքը «Ասա կյանքին այո» он написал этот опыт вот этого նա գրել է заключенного. հենց իր այդ փորձառությունը համակենտրոնացման ճամբարում։ И он напишет, что в обычной жизни есть такие вожделенные вещи, которые в таких условиях они превращаются просто в хлам. Եվ նա գրում էր, որ մեր առօրյա կյանքում մեզ համար շատ ցանկալի, փափագելի բաներ կան, որոնք այսպիսի պայմաններում համակենտրոնացման ճամբարներում արժեզրկվում են։ Այլևս արժեք Мы չունեն։ часто гоняемся за чем-то, что в принципе никакой ценности не имеет. Այսինքն մենք հաճախակի վազում ենք ինչ-որ բաների հետևից, որոնք նշանակություն չունեն, կարևորություն չունեն։ Но он пишет, единственным искренним чувством у нас была вера в Бога. Եվ միակ իրական անկեղծ զգացողությունը ասում է, որ ունեինք այդ ժամանակ, դա հավատքն էր առ Աստված։ Пишет о том, что мы после работы, когда возвращались в лагерь с работы, Եվ ասում է, որ երբ աշխատանքից, ծանր աշխատանքից վերադառնում էինք ճամբար, замерзшие в мокром тряпье собирались где-нибудь в углу барака или в вагоне для скота. այդ մեր թաց խոնավ հագուստներով եւ արդեն սառած ամբողջ մարմինը հավաքվում էինք այդ սենյակի ինչ-որ մի անկյունում И там совершали богослужение, либо молитвы. եւ այնտեղ աղոթք էինք, աղոթքի ծառայություն էինք անցկացնում։ Но вот что он интересно пишет про любовь. Բայց ինչն է հետաքրքիր, տեսեք ինչ է նա գրում սիրո մասին։ Я понял истинность того, что только любовь есть то конечное и высшее, что оправдывает наше земное существование. Նա գրում է, որ ես կարողացա հասկանալ ճշմարտացիությունն այն բանի, որ միայն սերն էր, որ վերջնական արդյունքում հաստատում է, կարծես, արդարացնում է մեր մարդկային գոյությունը այս երկրի վրա, Что возвышает нас и укрепляет. որ մեզ բարձրացնում եւ հաստատում է։ Я теперь знаю, что человек, у которого уже ничего нет на свете, Եվ ես հասկանում եմ, որ մարդը, ով այսօր այս աշխարհում արդեն այլևս ոչինչ չունի, может духовно, пусть на мгновение, обладать образом любви. կարող է հոգեվորապես թեկուզ մի ակնթարթ ուղակի ունենալ այդ սիրո կերպարը։ И впервые в жизни я смог понять, что ангелы счастливы любовным созерцанием бесконечного Бога. Եվ առաջին անգամ կյանքում ես հասկացա, որ հրեշտակները уղակի երջանիկ են այդ սիրո վերապրումով, աստվածային սիրո վերապրումով։ И ангелы на небесах поют не потому, что вот пришел черед служения. Եվ հրեշտակները երկնքում երգում են ոչ թե որովհետև ծառայությունն է սկսվել Они այդտեղ։ поют потому, что преисполнены Божьей любовью. Նրանք երգում են, որովհետև նրանք լցված են Աստծո սիրով։ Да, слава Господу. Փառք Տիրոջը։ Но помните, тот ангел, который перестал любить, направил любовь на себя, Եվ հիշում он եք այն возгордился. հրեշտակը, որը որ դադարեց սիրել Աստծուն, կենտրոնացրեց իր սերը իր սեփական անձի վրա։ Он Եվ возгордился հպարտացավ։ и стал кем? Дьяволом и Եվ ով сатаною. դարձավ Սատանան։ И те ангелы, которые повторили этот путь, Եվ այն հրեշտակները, ովքեր այդ ճանապարհը ընտրեցին, они стали бесами. դարձան դևեր, չար ոգիներ։ И для нас это тоже серьезное предостережение и предупреждение, Եվ братья սա и մեզ сестры, համար да. շատ լուրջ նախազգուշացում է։ Если наша гордость начинает расти, да, Եթե մեր հպարտությունը սկսում է աճել, мы начинаем утрачивать любовь, մենք կորցնում ենք սերը։ мы, получается, идем по пути дьявола. Получается, что мы идем по пути дьявола. Да. Ստացվում է, որ մենք սատանայի ճանապարհով ենք գնում։ Да. Потому что гордыня – это первопричина была падения и дьявола, и человека. Որովհետև հպարտությունը հենց առաջին մեղքն էր, որ պատճառ դարձավ անկման И հրեշտակ։ гордыня – это источник вообще любого греха. Եվ իհարկե հպարտությունը ամեն мեղքի աղբյուրն է։ Если мы вот посмотрим на этих людей, которые были, вот как Виктор Франкл, скажем так, пришли до точки, были в своем состоянии вычерпаны до дна,
Եվ երբ նայում ենք այսպիսի մարդկանց, օրինակ Վիկտոր Ֆրանկալ, որ արդեն կարծես թե իրենց կյանքում եկել են մի կետի, որ մաշվել են ամբողջությամբ, սպառվել են արդեն։ Они могли увидеть, что основание этого мира есть любовь. Նրանք կարողանում էին նկատել, հասկանալ, որ այս աշխարհի հիմքը այս արարչության դա սերն է։ Поэтому Иисус нам неспроста подчеркивал всегда о любви. Դրա համար էլ Հիսուսը հենց այնպես չէր, որ անընդհատ շեշտադրում էր սերը։ Здесь хотел два места тоже обратить внимание. Иоанна 13:1. Եվս երկու տեղ եմ ուզում կարդալ, առաջինը Հովանեսի ավետարան 13-րդ գլուխ, Да, 13. առաջին խոսքը։ Ага. Можно зачитать? Զատկի տոնից առաջ Հիսուսը իմացավ, որ իր ժամը հասել է, որ այս աշխարհից փոխվի դեպի Հայրը, իրեններին, որ այս աշխարհում էին սիրեց եւ մինչեւ վերջ սիրեց նրանց։ И вот Иоанна 15:12, когда он Եվ уходил, Հովանեսի 15-12-ը։ он сказал: любите друг друга. Երբ որ նա արդեն պետքա գնար երկրից, նա ասում էր. «Սիրեք մեկը մյուսին»։ Սա է իմ պատվիրանը, որ իրար սիրեք, ինչպես որ ես ձեզ սիրեցի։ Поэтому Иисус пришел в этот мир, потому что возлюбил. Դրա համար էլ Հիսուսը եկավ այս աշխարհ, որովհետև сիրեց այս աշխարհը։ И он взошел на крест по одной причине, потому что возлюбил. Եվ նա гնաց դեպի խաչի մահվան մի պատճառով, որովհետև նա սիրեց մեզ։ Мы можем просто проанализировать, представить, если бы вот Христа, его прогоняли, над ним глумились, его истязали, бичевали и в конце концов распяли. Մենք կարող ենք այսպես վերլուծել, երբ որ Հիսուսին հալածում էին, ուղակի եւ վերջի վերջո նրան խաչեցին խաչի վրա, И вот могло его сердце тоже огрубеть, очерстветь. նրա սիրտը նույնպես, չէ՞ որ կարող էր խստանալ։ И если бы это случилось, Եվ եթե դա տեղի ունենար, то Голгофа уже не было для нас местом спасения. այդ պատճառով արդեն Գողգոթան մեզ համար փրկության вայր չէր լինի։ И Отец бы уже не принял этой жертвы. Եվ հայրն էլ այդ զոհը արդեն չէր ընդունի։ Но Христос все сделал так, как было предназначено и предположено. Բայց Հիսուսն արեց ամեն բան ինչպես որ նախատեսված էր, նախասահմանված էր։ Он засвидетельствовал, он говорит: Господи, прости, ибо не ведают, что делают. Նա վկայում էր, նա ասում էր. «Հայր, ներիր նրանց, որովհետև չեն հասկանում, թե ինչ են անում»։ Поэтому можем прочитать вот Галатам 5:6. Կարող ենք կարդալ Գաղատացիների թուղթը 5-րդ գլուխը Галатам. 6-րդ խոսքից։ Գաղատացիս 5-րդ գլուխ 6-րդ խոսք։ Քանզի Քրիստոս Հիսուսում ոչ թլպատությունն է մի բան կարող եւ ոչ անթլպատությունը, այլ հավատքը, որ սիրով է գործում։ То есть вера, действующая любовью. Հավատքը, որ գործում է սիրով։ Потому что в основании творения, в основании всего лежит любовь. Որովհետև արարչության հիմքում ամեն բանի հիմքում ընկած է սերը։ Это принцип, по которому все движется, существует и дышит. Սա մի սկզբունք է, որով ամեն բան շարժվում է եւ ամեն бан շնչում է այս արարչության մեջ։ И вот в последнее время с любовью только что не делали, да? Եվ այս վերջին ժամանակներում սիրո հետ ինչ ասեք, որ չարեցին։ От нее отрекались, ее прогоняли, Նրան վռնդում էին, նրանից հրաժարվում էին, ее расстреливали, ее растаптывали. նրան սպանում էին, ոտնատակ էին տալիս, Но она всегда остается живой, непотопляемой, могучей силой. բայց մինչև վերջ, մինչև այսօր էլ նա շարունակում է մնալ Աստծո կանգուն եւ հաստատուն գործիքը։ И именно она сохраняет мир еще от полного разложения и хаоса. Եվ հենց սերն է, որ աշխարհին իր վերջնական քաոսից, կործանումից դեռևս պահում է։